կարա աշխատի օրը մի քանի ժամ, բայց անի գործի ամենակարևոր մասն ու վարձատրվի ամենաշատը։ Մի կողմից ինքը դժվար է նոր բիզնես սկսելու առումով, իսկ մյուս կողմից էլ իհարկե ահռելի մեծ հնարավորություններ կա։ Հիմա բիզնեսի համար իդեալական ժամանակներ են սկսել։ Մենեջմենթը, գործարարը չի կարաչան մարդու ապրած փորձը, ինքը արդեն պրոդուկտ։ Մենք այսօր Հայաստանում ունենք եւ Էլոն Մասկերի նման մտածող ամբիցիոզ գործարարներ եւ Բիլ Գեյթսի նման տաղանդավոր գործարարներ, ովքեր միայն իրան երևի թե զիջում են ակտիվների մեծություն։ Գործարարությունը այդ մեր ստեղծելու տաղանդի, բնազդի արտաքին դրսևորում։ Ադմինիստրատիվ ռեսուրսները այսօր կա, վաղ կարող է չլինի եւ այլն։ Իսկ մենեջմենտը միշտ կմնա, եթե ճիշտ մենեջմենտ տնենք։ Ինչ է բիզնես, եթե ոչ հարցեր լուծել։ Կարելի է ճիշտ մենեջմենտով ազգի մեջ հստակ արժե համակարգ ձևավորել։ Ամեն անգամ դժվարություններ հաղթելով, խնդիրը դառնում որ հեշտ ճանապարհով չեն գնում, որը ժամանակ հետո դժվար ճանապարհը դառնում է քո համար սովորական, եւ սովորական հետո հեշտ։ Բոլոր հայերով, բոլորովս ապրենք ու աշխատենք մեր երկրում, մեր հայերենիքում։ Ոնական իսկ այսօրվա նախագծերից ինչ եք արդեն սկսել ու երբ ավարտվելու եւ այն մարդիկ ովքեր կուզենան գնան, կուզենան դիմեն ձեզ, ինչ կառաջարկեք այս բայդերությամբ։ Այսօր ընթացքի մեջ մենք ձորապում նախագիծ ունենք, կողքի հիմա երկրորդ հերթն ենք կառուցում, ընթացքի մեջ է։ Անցած տարի վերջացրեցինք երկու շենքեր, մեկը Սայաթ Նավի վրայինն էր, մեկը Դեմիրճյան փողոցի վրա, էլի երկրորդ հերթն էր։ Մենք տեսեք առաջի հերթը կառուցել ենք, որ տեսանք հաջողություն ունենք, այդտեղ նիշա կա, հաճախորդներ կան, որ ուզում են այդտեղ, երկրորդը կառուցեցինք։ Սայաթ Նավայի վրա բացառիկ ծրագիր էր իհարկե, այն առումով, որ Սայաթ Նավան ու ասենք կառուցապատված փողոց է, դժվար է նոր հողակտոր ճարել, առավել ևս գիտեք, որ հիմա կենտրոնի մասին նորորեն կա պատրաստվում, որը սահմանափակում է կենտրոնի կառուցապատումը։ Խնդությունը մեծացել է արդեն կենտրոնում, դա կբերի նրան, որ կառուցապատումը դուրս կգա կենտրոնից, ու դա կբերի նաև իհարկե բնականաբար կենտրոնում կթանկանա, եղած բնակարանային ֆոնդը առաջարկ չլինի, բայց դա ճիշտ քաղաքականություն է, կառուցապատումը գնա դեպի ծայրամասեր, նաև Երևանից դուրս գա հետագայում։ Երկու խոշոր ծրագրի վրա ենք հիմա աշխատում, բացի ընթացիկ ծրագրերից, մեկը ասեցի մտնում ենք էկանոն դասի շենքերի համալիր ենք ուզում կառուցենք, 7 շենքից բաղկացած, որտեղ հասանելի մատչելի տներ են կառուցելու։ Որ մասում է քաղաքի։ Սա Զեյթուն թաղամասում է, բանի ջրաշխարհի դիմացն անգնում, բայց հետաքրքիր լավ տեղ ունենք, հողակտոր ունենք։ Սա անելու ենք IFC-ի հետ իմիջալոց, բարգ արդեն հաստատված է եւ տեխնիկական մասերն է գնում։ Ու էլի գաղափար եկել IFC-ից, ասենք Վրաստանի փորձը, նրանք եւ Մեքսիկայում, Վրաստանում փորձ ունեն նման պրոյեկտների, նրանք մեր համոզեցին, որ մտեք այդ նիշա, հետաքրքիր է այսօր, ճգնաժամի ժամանակ եկանում նիշան պահանջարկը կա։ Հատկապես պետությունը օրենքով նպաստում է, չէ՞ որ զարգանա եկամտային հարկի մասով հիպոթեքի տոկոսները պետությունը անմիջապես կառուցապատողին, այսպես ասած։ Այդ օրենքի մտահղացումը սկզբից մինչև վերջ մերն է եղել։ Այդ օրենքը առաջին անգամ երբ որ ներկայացրել եմ, չպատմեմ ամբողջ բանը, շղթան, բայց կարողացել ենք համոզել, որ այդ օրենքը խիստ կնպաստի կառուցապատմանը, ինքը պրոգրեսիվ օրենք է եւ ասեմ, որ IFC-ն շատ զարմացած էր։ Եվ որ IFC-ն առաջին անգամ պատմեցի, որ ասես բան եմ ուզում անել, ասես նախաձեռնություն ունեմ, որ ուզում եմ համոզել կառավարությանը, որ այս օրենքը կնպաստի եւ այս օրենքը առաջի հայացքից հատվում որ բյուջեից փող է գնում, այլ ամբողջ կառուցապատման շղթայից, շինարարության շղթայից պետությունը ավելի շատ փող կհավաքի եւ կխրախուսի հնարավորություն կտա, որ հիմնականում 3 հիմնական պարամետր կար, որը նպաստեց նրան, որ կարողացա համոզել։ Մեկ առաջինը, եւ որ ուսումնասիրում ենք դաշտը, եւ որ ուզում ենք այդ էկանոն կլասիկ շենքեր սարքել, եւ որ դաշտը ուսումնասիրեցինք հատկապես IT սեկտորում, պարզվեց, որ երիտասարդությունը բարձր աշխատավարձ է ստանում։ Ցավոք սրտի այսօր փոխվել է մտնում ու երևի զարգացումն է, տենց այդ երիտասարդությունը չի կուտակում փողը, ոնց որ ժամանակի մեր ծնողները փող են կուտակում, որ երեխեքին տուն առնեն, չէ՞։ Կուտակումը չկա, սա որը սրճարաններում բանով ջահելություն է։ Ծախսում են, ու շատ լավ է։ Սպառողական հոգեբան ենք հասարակությունը արդեն ձևավորվում։ Ասենք ամբողջ աշխատածը ու մա սպառման է անմիջապես։ Կուտակում չկա եւ հետագա ապագաներ չեն կառուցում դրա վրա։
Եվ դրա համար այդ երիտասարդությունը սաղի միտքը դուրս գնալ ավելի բարձր, որտեղ այդտեղ տան հեռանկար չունեն, արդեն կենցաղը փոխվել է, ուզում են առանձին ապրել եւ այլն, առանձին տուն, բայց չեն կարող այստեղ տուն ունենալ, որտեղ չեն կուտակում, եղածը ծախսում են։ Հիմա ոնց անել, որ այդ երեխեքը կարողանան այսօր վայելել, կայուն աշխատավարձ ունեն եւ մտնելը դուրս չլինի գնալ, մնան երկրում։ Ոնց անել այդ երեխեքին կապել, պետքա եթե մենք կարողանանք հնարավորություն ստեղծել, որ կարողանան այդ աշխատավարձը այսօր տուն առնել, հա, նաև այդ տունը կկապի երկրի հետ, հեռանկար կառաջացնի, այդ ընտանիքները կմնան ստեղ կվայելեն եւ ստեղ կստեղծեն։ Մեկ այդ գաղափարն էր, որ ասենք մեզ շատ հրախուցեց, որ ասի այսինքն օրենք անցկացնենք, որ եկամտարկի հետ ստանան մարդիկ, ուղղեն այդ հիպոթեկային վարկավորման, նաև ինքը կկապվի այդ ընկերության հետ, որ աշխատի այդ ընկերությունում երկար ժամանակ, հա, որ օգտվի այդ։ Տեսեք մի քանի խնդիր ա լուծում։ Մյուսը այս օրենքը հնարավորություն է տալիս, որ արդեն նաև աշխատավարձերը սպիտական։ Գիտեք, որ իմ այդ երևույթը չէ, մի մասը նաև ծրագրով են աշխատավարձ տալիս, բայց այդ մարդը, որ օգտվի այդ ծրագրից, գործատուին ստիպում է, որ իմ աշխատավարձը ամբողջը ձևակերպի օֆիցիալ, հա, որ ես օգտվեմ եկամտակ շատ է ստանում։ Տվերը կչանում արդյունքում։ Տեսեք, դա էլ մյուս բանն էր, ասենք կռվանն էր, որ ասենք համոզեցինք, որ սա պետք է անել։ Եվ հաջողվեց։ Ասենք IFC-ն շատ տպավորված էր, ի պատիվ նաև մեր իրավասու մարմինների, որոնք ընկալեցին, ու IFC-ը զարմացել էր, որ մասնավոր նախաձեռնությունը Հայաստանում այդպես արագ հաջողություն ունեցավ, ինքը չէր հավատում, որ դա կասնի։ Ընդ որում մենք ամենառադիկալ ձև անցկացրինք, Ամերիկայում գործում է այդ օրենքը, բայց հարկման բազայից են նվազացնում այդ վճարված եկամտահարկը։ Իր հարկման բազայից են։ Մենք ասենք ամբողջը պետք է վերադարձվի, որ խիստ ավելի հետաքրքիր լինի տոկոսները, մարդիկ կարող մեր մոտ հիպոթեկի տոկոսները բարձր են։ Դրանով մարդիկ նույնիսկ հնարավորություն են ստանում դրամով, ասենք անտոկոս վարկ ստանալ փաստացի, վարկի տոկոսները եթե կոմպենսացնում է, եկամուտները բարձր է, ապա կոմպենսացնում է անտոկոս վարկով մարդը կարողանում է տուն ձեռք բերել։ Ինքը շատ պրոգրեսիվ էր եւ IFC-ն դրանով շատ ողջորված մեզ հիմա բանանում որ եկեք այս նոր ծրագիր անենք մատչելի բնակարանների համար, հատկապես այդ շերտի համար է շատ ինքը հարմար։ Այն թանկ շերտի համար, որ ազատ միջոցներն են, նրանց համար այդքան էական չի։ Իսկ միջին խավի համար, բարձր կայուն աշխատավարձ ունեցող խավի համար շատ հետաքրքիր է։ Հիմա բոլորը օգտվում են դրանից։ Իսկ տվյալ նախագծից բացի ինչ այլ ծրագրեր ունեք եւ ամենակարևորը նախագիծը երբ է կյանքի կոչվելու, մարդիկ երբ հնարավորություն կունենան արդեն բնակարաններ ձեռք բերեն։ Ուրեմն այդ ծրագրի հետ կապված լրիվ նախապատրաստական աշխատանքը ավարտել ենք։ IFC-ի հետ սկզբունքորեն վարկային կոմիտեով անցել է ծրագիրը։ Սպասում էր IFC-ին Վաշինգտոնում սպասում են այս տարվա մեր հաշվետվությունները, որ ավարտվեն, որ աուդիտ ենք անցնում, որ աուդիտի արդյունքները լինեն, ոնց որ ֆորմալ իրանց մոտ կա։ Ամբողջ թիմով եկել են բնականում ուսումնասիրում են ամբողջը, IFC-ին գալիս է թիմով, տարբեր իրենց մասնագետներով, էկոլոգիայից սկսված, էկոլոգիայի էքսպերտից սկսած, ամբողջ ֆինանսական էքսպերտը ամբողջը անցել ենք եւ կոմիտեով հաստատվել է։ Հիմա հաշվետվությունն ենք ուղարկել, շուտով հույս ունենք, որ արդեն ռեակցիան կլինի եւ արդեն կանցնենք մենք մանդատ լեթերը ստորագրել ենք, արդեն պետք է term sheet-ը ստորագրենք, այսպես կոչված հիմնական պայմանները եւ հետո անցնենք վարկային պայմանագրի կնքմանը։ Հույս ունենք, որ կանոնի ընթացքում անպայման կունենանք եւ կսենք նախաձեռնել այդ ծրագիրը։ Մյուս ծրագիրը, որ սա մեր նոր ուղղությունն է, որ մտնում ենք նոր նիշա, հա, էկոնում դասի նիշան եւ ստեղ էլ մենք ասենք հանրապետության նախագահներ խոստացել ենք, որ անպայման այս նիշայել ենք մտնում էժանտների այդ հասանելի ծրագիրը, պետությունն էլ եթե գիտեք կարեց այդ ծրագիրը, հա, երիտասարդ գիտնականների համար ընդեղ էլ հաջողություն եղավ, բայց կարևորը որ նաեւ մասնավոր նախաձեռնություն ունի, բացի պետության նախաձեռնությունից, որը ասենք նախագահներ հիմնական հովանավոր այդ ծրագիրը որն է երիտասարդ գիտնականների, երիտասարդ գիտաշխատողների, բայց մասնավոր հատվածը դեռևս նոր է մտնում այդ ծրագիրը։ Եվ մենք անպայման ուզում ենք այդ ծրագրում հաջողություն ունենանք։ Մյուսը, որ խոշորացավալ նոր հետաքրքիր ծրագիր ունենք, որը տեսեք մեր ծրագրեր կան ծրագրեր, որոնք քաղաքաշինական նշանակություն ունեցող ծրագրեր են կարել։
օրինակ մեր հյուսային ճառագայթը 3 հատվածից է կազմված։ Հյուսային ճառագայթ 1, այդ մասնավոր տների թաղամասն է, որը ավարտել ենք։ Հյուսային ճառագայթ 3 այդ մեծ շենքն է, համբուրվող այսպես կոչված շենքերն են, հա, որի դեմ ջահելները գալիս նկարվում են։ Այս շատ հաճելի է այդ նկարները։ Եվ այդ մեջտեղ էլի ունենք հատված, որը սպասում է դեռ իր հերթին, հողելի մեր սեփականությունն է, որ էլի կլինի միջին դասի, միջին քանի որ հիմա զորափում անում ենք, դեռևս դա պահում ենք մեր մտքում, որ հետո ենք անելու, բայց բացր նիշայի այդ ամբողջ այդ հյուսային ճառագայթը ուզում եմ ասել, ինքը քաղաքաշինական նշանակություն ունեցող ծրագիր է, պրոստը շենք չի։ Ինքը իր միջավայրով ամբողջ քաղաքաշինական ծրագիր, ոնց որ ասենք ժամանակին հյուսային պողոտաներ։ Հիմա նոր հետաքրքիր ծրագիր կա, չեմ ուզում դեռևս ասել, ծրագիրը մենք այդ իրականացման ամբողջ դիզայնը, իդեան, երբ որ ներկայացել եմ հանրապետության ղեկավարությանը, ասել ենք, որ եթե այս դիզայնը լինի, ապա կանենք, հավատացել են եւ անհամբեր սպասում են, մենք էլ անհամբեր սպասում ենք, որ երբ ենք մտնելու անենք, ինքը քաղաքաշինական խիստ կարևոր ծրագիր է Երևանի համար, որը շատ հետաքրքիր նոր մագնիտ է լինելու քաղաքի համար, նոր կերպար է ձևավորելու քաղաքում, նոր հետ կա լինելու։ Ես վստահ եմ, որ այստեղ նոր խոսք կլինի, մեր համար էլ է շատ հետաքրքիր, հենց այդ ծրագրի իրականացումը եւ հանրապետության համար խիստ կարևոր նշանակություն ունեցող։ Փակագծեր առայժմ չենք կարող բացել։ Առանց իրավունք չունենք բացելու, sense ասեմ, ինչեւ չաղարտենք։ Ասենք, այո։ Բայց ասեմ, որ սպասումները եւ մենք խոստացել ենք, որ անպայման կանենք այդ ծրագիրը, ղեկավարությունը հավատացել է, նախագահն անձամբ հավատացել է եւ աջակցում է, որ մենք անպայման անենք այդ ծրագիրը, մենք էլ անհամբեր սպասում ենք, որ երբ ենք սկսելու։ Ասեմ, որ արդեն մի քանի օր այդ ուղղությամբ աշխատանքներ անում ենք, նախագծման փուլը արդեն ավարտում ենք, վերջի շտրիխներն է։ Ավարտելուց հետո հուսում եմ, որ մայիս-հունիս արդեն հասարակությունը տեղյակ կլինի, մենք դրա մասին անպայման կհաղորդենք, ցույց կտանք եւ ուզում ենք նույնիսկ ծրագրի որոշ этаպներում, ասենք մեր ասենք Երևանի քաղաքացիների նաև կարծիքներն ու առաջարկներն հաշվի առնենք, որտեղ ուզում ենք մեզ միջավայր ստանանք, որ երևանցիների համար հետաքրքիր լինի, ուզենան այնտեղ ժամանակ անցկացնել։ Դենց հետաքրքիր ծրագիր է։ Դրա վաղտը կգա, հույս ունենք, որ նաև այդ ժամանակ կգովազդենք, միգուցե դուք էլ ձեր յոմանք ունենաք, մենք ուզում ենք, որ անպայման մասնակցեն մարդիկ, ուզում ենք իրենց համար լինի միջավայրը, հետաքրքիր լավ լինի։ Եվ ոչ թե մարդիկ դժգոհ մնան, թե քեն սենց արել, իրանք մասնակցեն, ոնց են ուզում, հա, իրանք առաջարկներով, ուզում ենք, որ հարազատ միջավայր լինի բոլորի համար։ Տենց ուզում ենք հետաքրքիր ծրագիր անենք ու անպայման արդեն վերջացնում ենք այդ ծրագիրը, սկիզբը շուտով կհետարենք այդ առումով։ Դե ինչպես ասում են, Աստված առաջ։ Պարոն Մկոյան, դուք նաև շատ ակտիվ ուսումնասիրում եք մեր գործարարներին, Մանթաշովին, Գյուլբենկյանին ու նաև փորձում եք ունեք նաև ֆինանսավորած գիրք, չէ, եթե չեմ սխալվում։ Ես կուզենամ մի փոքր պատմեիք այդ գործունեության այդ ոլորտի մասին։ Ու ասեմ, որ մենք գործարարները հարակված ենք կառույց ունենք որոշակի, հա, գործարարների միությունը, որտեղ փորձում ենք գործարարության շահերը պաշտպանել եւ առաջ տանել գործարարության շահերը, բնական է, որ գործարարությունը այսօր իմիջանայերուղ խնդիր ունի։ Մեր մոտ գործարարի կերպարը չի ձևավորված, այնպես որ պետքա լինի իր տեղում չի։ Բնական է, սովետական մտածելակերպից է գալիս, որ հարուստ մարդը լավ չի։ Ցավոք սրտի սովետի ժամանակ գալու էր հարուստ մարդը ով էր, չէ՞, կամ դե խանութ բաներ, կամ դե ժուլի կլներ, պայստապետներ, կամ չինովնիկ կլներ, չէ՞։ Հիմա սա էր օբյեկտիվ իրականությունը, սա ինչ էլ անենք։ Նա պետք է այդ մտածողությունը փոխվի։ Պետք է հասկանալ, որ ասենք հարուստ մարդը օգուտ է երկրի։ Այդ գործարարությունն է երկիրը պահելու, առաջ տանելու։ Ավելացված արժեք ստեղծում է գործարարությունը։ Այդ աճը տալիս է երկրին գործարարությունը, որ չինովնիկի գործը ծառայություն մատուցելն է ժողովրդին։ Առաջ տանողը գործարարությունն է, այդ պրպտում միտքն է, այդ ստեղծագործ միտքն է, ուրիշ բան չկա առաջ տանելու։ Հիմա իմիջային առումով այդ խնդիրը ունենք, ցավոք սրտի։ Ու մինչև մենք չհասնենք դրան, որ գործարարությունը հարգված պետք է
դասակարգ լինի։ Այո։ Ու սա աշխարհում ամենահարգված դասակարգը գործարարությունն է։ Այո։ Որոնք բոլորը, ասենք, հիմա գործարարություն ամեն մարդ չի կարող գործարար։ Առաջ ոնց էր 90-ական թվականին, երբ որ սկսվեց մասնավոր բիզնեսը, հա, բոլորին թվում էր, որ այդ գործարարությունից է ձեռի այդ բանը սաղսել կանենք։ Հետո կամաց հասկացան, որ չէ, այսօր որոշակի ձիրքեր է պահանջում, որոշակի մտքի ճկունություն ու թռիչք է պահանջում, եթե չասենք ավելի շատ նույնիսկ այդ մտանությունն էլ պետք է փոխվի։ Եվ համարում են Հայաստանը ոնց է այն համարում, չէ, որ եթե մեկը հաջողության հասա, ուղղակի իր բախտը բերել է, ոչ թե ինքը ավելի խելացի է, ավելի լավ է, պրոստը դրա բախտը բերել է, ին բախտը չի բերել։ Մեր մոտ օրինակ, ասեմ օրինակ, շատ վատաստացում ծառայություն մատուցելու ոլորտը։ Կներեք պարոն Մկան, Սևակ այդ կապակցությամբ ասում են բոլորն իրենց բախտից են դժգոհ, ոչ թե խելքից չեն։ 100%։ Ասենք ես միշտ ասում եմ, ասենք մեր մոտ ինչի ծառայություն օրինակ չէ, հիմա նոր է սկսվում։ Ծառայություն մատուցելը մատուցողը չէ։ Ասենք մուննաթով գալիս է ծառայությունը մատուցող, ինչի համար մտածում է, որ իր մոտեցումն է, որ ընդհանրապես ինքը կարող է պատվիրատու լինել, պրոստը այսօր բախտը չի բերել, քո բախտը բերել է ինքը մատուցողը։ Չի հասկանում, որ մատուցումն էլ է դա պրոֆեսիա։ Որտեղ վատ բան չկա, ընդհակառակ։ Ու գործարարությունը այդպես վերաբերմունք կար։ Չինովության կողմից էլ կա, ժողովրդի կողմից էլ կա, գործարարությունը բաներ են, խափե բաներ են, չգիտեմ, արստացել են անօրինական միջոցով եւ այլն։ Լավ չեն նայում, սովետական միությունից եկածն է, հիմա դա էլ պետք է ընդունենք, հանգիստ վերաբերվենք, բայց նաեւ քայլ անենք, որ անպայման գործարարության կերպարը դերը ճիշտ գնահատվի հասարակության մեջ։ Ինքը պետք է գնահատված լինի, արժևորված լինի։ Տեսեք, մեր մոտ ընդունված է, չէ՞, տոներին մեդալ են տալիս, ասենք, կրթության, չգիտեմ, դերասանի։ Նրանցն է պետք բան չունեմ ասել։ Ախր գործարարությունը այսքան բանը բա չգնահատվի։ Չէ՞, շքանշան չստանա։ Այո։ Հասարակության կողմից այդ գնահատանք չեմ ասում, այդ շքանշանը ինչ որ բան է, բայց պետք է գնահատվի, որ գործարարությունը երկրի համար կարևոր, չէ՞, բանակում գնահատվում է, բժիշկները գնահատում են, բայց գործարարությունը պետք է գնահատվի։ Առավել ևս առաջինը պետք է գնահատվի։ Նրանք են երկրում հավելյալ արժեք ստեղծողը, բոլոր կողմերին աշխատատեղեր ստեղծողը, չէ՞, բյուջեն նույն բանակին պահողը։ Այդ հարկերի միջոցով է պահում այդ բանակը, չէ՞։ Այսինքն այստեղ թերագնահատում կա բնականում։ Այստեղ շատ կարևոր է, որ հասարակության հետ մենք ալումը բարձրացնենք։ Մեր միության կողմից միշտ մենք լոբինգ ենք արել, որ գործարարության դերը պետք է բարձրացվի։ Ասենք այդ իմաստով շատ կարևոր է, ասենք մենք ենք լոբինգ արել ժամանակին, ասենք գնահատենք նաև հետ վերադառնանք մեր մեծերին գնահատենք, ասենք, չէ՞, գործարարության կերպարը Մանտաշովը փայլուն կերպարա։ Պետք է Մանտաշովի օրինակով ասել, որ այդ հիմա պատմական առումով սա գնահատում որ հա Մանտաշովը մեծ գործարար չէ, բայց չեն ասում որ այսօր էլ կարող են լինել այդ նույն Մանտաշովն չէ, այսինքն այդ կերպարը պետք է շարունակական լինի։ Դրանով դաստիարակենք, որ գործարարությունը վատ չի, ընդհակառակը։ Պետք է գնահատվի գործարարությունը, հարգանքի արժանի լինի գործարարը։ Այդ իմաստով շատ գովելի է, որ վերջապես մեր ազգային ժողովը ընդունեց գործարարի օր մտցվեց, չէ՞, պրոֆեսիոնալ բոլոր օրերը կային, ասենք, կար երկրաբանի օր, բժշկի օր, չէ՞։ Ասենք գործարարի օր չկար, ով է գործարարը, որ օրեր ունել է։ Հիմա բարձրացած որ չէ, այդ ընկալումը էդ էլ է կարևոր քայլ, չեմ ասում այդ գործարարի օրը ինչ է տալու, որ ոչ տոնորա ոչ բան, չէ՞, բա ազատ օր չի։ Բայց տոնը, ասենք հասարակությունը պետք է հասկանա, որ գործարարը գնահատանքի արժանի է։ Այդ իմաստով Մանտաշովի սիմվոլիկ էր, Մանտաշովի ծննդյան օրը մարտի 3-ը հայտարարվեց գործարարի օր։ Այսինքն առաջի անգամ հասարակությունը որոշեց, որ պետք է գնահատի, դա էլ է գնահատականի արժանի, հա։ Գործարարները սկսեցին պարգևադրել մեդալներով։ Այս էլ ախից կար։ Ու գլուխ չգովամ, ասեմ, որ ես ապարտանում ես էլ ունեմ։ Ասենք չէ, ստացել եմ եւ վարչապետի մեդալ ունեմ եւ նախագահի կողմից տրվող ամենաշիրակացի մեդալ ունեմ։ Գործարարությունում հաջողություններ հասնելու համար։ Այդ պարտավորեցնողը հիմա ինձ ավելի է պարտավորեցնող, չէ, ասում եմ, որ դες գնահատում է ղեկավարությունը, պետք է ավելի լավ աշխատեմ, ավելի շատ գործ անեմ։ Այսինքն այս շատ կարևոր էտապ է, որ հոգեբանությունը փոխվի։ Վստահ եմ, որ սերնդափոխության հետ հիմա սաղ տեղերը սերնդափոխության խնդիր կա, գործարարության մեջ էլ կա։ Նոր որակի, նոր սերունդ է գալիս, նոր արդեն կրթված, դրսում կրթություն ստացած, արդեն պրոֆեսիոնալ գործարարի դերը բնական է, որ պետք է փոխվի։ Ու արդեն սկսվել է։ Իմ համար շատ ուրախալի է, որ գործարարության գնահատականը փոխվում է։ Գործարարը հասարակության մեջ դառնում է ավելի հարգված, քան թե մինչև էր։ Այո։ Այդ իմաստով տեղաշարժ կա, հույս ունենք, որ դա կշարունակվի։ Եթե ձեր դահլիճները Քրքորյան,
Գյուլբենկյան եւ Մանթաշյան դալիչներում հիմա Երևանի հիմնական տրեյնինգների, գործարար տրեյնինգների հիմնական մասը հենց այդ դալիչներում է լինում ու մեր դասախոսներից մեկը մի անգամ ասաց, եթե նույնիսկ ինստիտուտից դուրս գալիս եք դասի, բայց դասի չեք նստում, մնացեք այս պատերի մեջ, որտեղ այս պատերն էլ են դաստիարակում։ Շնորհակ մենք հատուկ իմաստ ենք դրել, որ այո, պետք է գնահատվի, գործառույթությունը գնահատվի։ Գիրք հրատարակվեց Մանթաշովի գործունեությունը, չէ՞, Մանթաշովի անուն գիտեմ, բայց ինչ արել Մանթաշովը, ժողովուրդը չգիտի, հասարակությունը չգիտի դրական օրինակները, պետք է անպայման հասարակությունը իմանա, կարդա, հասկանա, այս օրինակ որ ասենք ես ինքս, երբ որ կարդացի, հա, մեր ջանքերի շնորհիվ այդ գիրքը հրատարակվեց, կարդացի, տեսա որ այս մարդիկ լայն մտահորիզոն ունեց։ Մենակ փող չի աշխատել, մտածել է որ նոր սերունդ դասիրակի մեր ամենաբոլոր դասում կրթություն ստացող տարբեր ոլորտների մեծերը բոլոր Մանթաշովի կրթաթոշակի շնորհիվ են, որ ասում են չգիտեին։ Ասում են համացել է, ասում են մայր, ասենք մենք կարդում ենք, չէ, այս ինչ մեր, չգիտեմ, Նարբանդյանը գնան, ասում են բախրի ժամանակ էլ եղել վճարովի, չէ, եվրոպական կրթությունը, ռուսական կրթությունը։ Ոնց գնաց Եվրոպա։ Գյուղի չելան գնացին, ասում են ոնց է եղել։ Չէ, Ջո մի բան փակաբար չեն ասում, այո, այդ ժամանակ էլ մարդիկ կային, որոնք կրթաթոշակ են ստեղծել, բարեգործություն են անում հատուկ բարեգործություն ուղղակի ոչ թե ինչ-որ մի հատ եկեղեցի են սարքում, չեմ ասում եկեղեցի սարքելը վատ է, բայց ավելի հերանական, ավելի մեծ կլինի, ազգին օգուտ կլինի, եւ որ կրթված մարդ դաստիարակ են, չէ՞, փողեր ծախսում, հասկանում են, որ ապագան այդ դրանց վրա է, պետք է գնան կրթություն ստանան, վերադառնան երկիրը առաջ տանեն, պարզվեց, որ մեր սակ այդ մշակույթի մեջ այդ առաջադեմ մարդիկ, որոնք գցան դրսում կրթություն, մեծ մասը Մանթաշովի փողերի շնորհիվ էր, այսինքն ինքը հերանեկարը մտածում է, որ սրա մեջ է երկրի հարստությունը, կրթության մեջ է, պետք է փողը տեղ դնենք, այս դրա մեջ է, ու դրա համար այս օրինակ ես անենք ինչ որ տեսեք այս լույս ծրագիրը չէ երկիրում ես ասենք ինչ որ մի պրինցիպին դեմ եմ որ ասենք լույս ծրագիրը կեսը ֆինանսավորում է պետությունը գնում են բայց պայման չի դնում որ գիտեք ինչ է պետությունը փողը ծախսե բայց ես կարծում եմ որ պետք է այդտեղ մոտեցումը փոխվի պետք է պայմանագիր լինի ուզում ես կրթություն ստանաս պետությունը թող ամբողջը ֆինանսավորի ոչինչ մենք պատրաստ ենք գործարարներն են պատրաստ փողներն են բայց պայմանով 5 տարի պետք է վերադառնաս երկրում աշխատես, որ քո վերածախսված փողը դու վերադարձնես երկրին քո աշխատանքով։ Այո։ Վերադարձնես, հետո ազատ ես գնա, բայց ոչ թե ղրգեն փող ծախսեն, գնա կրթվի, հետո ասեն դելա գնա Ամերիկայում աշխատի, ուրիշի համար։ Այո։ Պետության փողը պետք է արդյունք տա։ Պետության մեր ծախսած փողը պետք է անպայման հետ վերադարձ ունենա, վերադարձելիություն ունի, վերադարձությունը այդ կրթության շնորհիվ պետք է լինի, մարդիկ պետք է գան այդ երեխեքը ստեղ աշխատեն, հետո գնան։ Այդ իմաստով գտնում եմ, որ տեղ էլ անելիք կա, որ պետք է ամեն ինչ անենք, որ հասկացնենք, որ պետության ծախսած փողը պետք է անպայման նպատակ ունենա, վերադարձում ճիշտ է, կարելի է մոտեցում անել, ոչ թող գնան այնտեղ հաջողություն հասնեն, էլի երկրին։ Դից էլ է հնարավոր, բայց իմաստը կգնան կորում են, չէ։ Երկրի հետ կապն են կորցնում, հետո արդեն ազգային կապն են կորցնում եւ այլն եւ այլն։ Հետո մեր երկրում էլ կան հնարավորություններ, ես այս կապակցությամբ Ռուզվելտի խոսքերն եմ միշտ ասում, արա այն ինչ կարող ես, այնտեղ որտեղ գտնվում ես, այն ռեսուրսները, որոնք կան այդ բային քո ձեռքի տակ, ու ամեն ինչ լավ կլինի։ Հոյակապ է, տոնակ չգիտեի, հոյակապ է։ Մոտեցումը հոյակապ է։ Պետք է այդել պրոպագանդենք, չվախենանք պրոպագանդայից, դա էլ կա, մարդիկ վախում են, պետք է պրոպագանդան։ Մենք սովետից վախեցած, որ պրոպագանդա պետք է չլինի, լրիվ մոռացել ենք, բայց եթե իմը սաղ աշխարհը վերադառնանք, ամբողջ աշխարհը տեսեք, այդ այսպես ասած ամենազարգացած երկրում ամենաուժեղ պրոպագանդան է աշխատում։ Սովետից ավելի բետար։ Պրոպագանդան էլ պետք է արվի, որ պրոպագանդան այս երկիրը ձերն է, ջայրն է, որ թողնում գնում եք, ով պետք է երկրին տիրություն անի։ Ցավոք պրոպագանդայի հարթակները հիմա զբաղված են մարքեթինգային, այսպես ասած, ինֆորմացիա, այսինքն անընդհատ մեզ քարոզում են շատ սպառել, շատ ծախսել, նոր հագուստ առնել, նոր պայուսակ, բայց ոչ միտեղ չկա ինչ-որ ցուցանակ, որտեղ հայրենասիրական ինչ-որ պրոպագանդա կլինի, ինչ-որ վախը մտել վախը հայրենասիրություն կա քարոզենք, այո, ես զարմանում եմ, վախում եք որ ամոթը քարոզել է ինչ։ Դե բան չկա, սա աշխարհը քարոզում է։ Այո, իհարկե։ Տեսեք հիմա սա աշխարհում տրենդ է փոխվում, աշխարհը սկսում է վերադառնալ, հասկանալ որ ինչ որ ազգային շահեր կան, ազգային հետաքրքրություններ կան։ Այդտեղ չի գլոբալիզացիան իր տեղ ուներ, հիմա ինչ որ նորից է ողջ շրջանակ աշխարհի զարգացումը։ Մենք հիմա, չգիտեմ, ամեն ինչներս լավ է, հիմա անգել ենք գլոբալիզացիա, որ
Մենք մեր խնդիրներ ունենք, պետք է ռոպագանդենք, չվախենանք դրանից։ Ամոթ բան չկա հայրենասիրություն քարոզելուց։ Պարոն Մկան, դուք նաև շատ լավ համատեղում եք ահռելի ծավալների բիզնեսը տարբեր ճյուղերով եւ ընտանիքը ինքնազարգացումը, այսպես ձեր կյանքը բիզնեսից դուրս ես գիտեմ, որ 7-ից հետո ձեզ արդեն աշխատանքային որևէ հարցով հնարավորության հանգստացնել, ոնց է կարողանում, որովհետեւ երբ մարդիկ բիզնեսը սկսում են ազատության, այսպես ասած տեսլականով իրանք ազատ լինեն, բայց գարցա մի բան որ զգում են 20 ժամ, նույնիսկ ավել բիզնեսը իրանցից ժամանակ է տանում ու հետաքրքիր օրինակ պիտոնի նման, անակոնդայի նման բիզնեսը սխվում է մարդուն ու մի փոքր էլ տերես թողում, էլի այդտեղ էլ է սխվում, ու sense կարող ամբողջ օրը ինքը տանի ու մարդիկ ասում են դե գործն է, շատ պրոյեկտներն են, շատ է սետափում ասխալ, բայց արդյունքում ընտանիքն էլ է տուժում, տարիներն անցնում են ու մարդը բացի բիզնեսից էլ մնացած բաներով զբաղվելու ժամանակ ու էներգիա չունենում, բայց ձեր պարագայում ոնց է կարում եւ մի կողմից ծավալները ահռելի, մի կողմից ճյուղավորվածությունը բիզնեսի տարբեր ոլորտներ եւ մի կողմից ձեր գիտությամբ զբաղվելը ու շատ կարդալը նաեւ շատ կարդում եք գիտեմ, ոնց է կարողանում անել։ Ասեմ ձեզ, հետաքրքիր բան ասեմ, որ ինձ ասենք այդ հիմա խնդակ երևի, ասենք չգիտեմ, մենք այդ բլոտի ակումբ ունենք բան, չէ՞, նախ ինչի եմ ուզում այդ ակումբը, ասենք ինչն է ինձ գրավողը։ Ու խաղը սիրում եմ, հարցերին, ուրիշ խաղեր եմ սիրում։ Ինչի է իմ համար, ասենք բլոտը մի քիչ ավելի եմ կարևորում։ Բանի առումով, հեսա կբացատրեմ։ Բայց նախ առաջինը ինձ այդ օգնում է։ Ինչու է օգնում, ասենք, բլոտի ժամանակ ես լրիվ ռեստարտ եմ ուղղել, ասենք, սա խնդիրներից անջատում եմ։ Ես կենտրոնանում եմ խնդրի վրա։ Ես օրինակ բլոտի ժամանակ չեմ մտածում գործի մասին եւ ուղղես լրիվ բան ալում, անջատվում է։ Այստեղ եւ հիմա այդ բանին լինում եք այստեղ։ Հա, այսինքն այդ իմաստով օգնում եմ, ես զգում եմ, որ ասենք բեռնաթափվում է, ուղղես թարմանում է։ Եթե ասենք ուրիշ բանով չզբաղվեմ, ամբողջ օրը մենակ բիզնես, անընդհատ այդ խնդիրները, անընդհատ այդ խնդիրները վաղը ոնց պետք է անես, այն հարցը ոնց պետք է լուծես, ուղղակի կաղապարվում է այդ առումով։ Երբ որ մի մոմենտ անջատում ես, հետո խնդիրները ավելի լուծումները ավելի հեշտ են գալիս։ Երբ որ մի հատ բեռնաթափվում ես այդ իմաստով։ Ոնց են օրինակ ինձ միշտ զարմանում են իմ ընկերները, ասում են դու ոնց ես կարողանում կենտրոնանալ, ասենք այն մեկը ասում քիչ դեպքից խաղացիր, ասում այ որտեվ այսօր էս խնդրեմ է եւ այն ուղղակի սանտատ այդ խնդիրները, ասում այ ես նկատում ես, որ ես ասենք բանի ժամանակ անջատում եմ, սա խնդրեմ, ոչ մի խնդրեմ այլևս չի կարող այն բան անի։ Ես կենտրոնանում եմ այս խաղի վրա, ուղղակի բեռնաթափվում։ Ինչի ասենք իմ համար բլոտ է էական, հիմա խնդանք, բայց հետաքրքիր բան ասեմ։ Ես օրինակ, ասենք դպրոցական հասակից որ խաղում ենք եւ այլն բան, հետո արդեն հասուն շրջանում հասկացա որ բլոտը շատ մեր ազգին յուրահատուկ է մտածելակերպ։ Տեսեք ինքը ինչով է առանձնահատուկ, չէ՞։ Ինքը հատկապես այդ բազար բլոտը, այն սորական բլոտը ընդհանրապես եկել է ֆրանսիական խաղից է եկել, բլոտ խաղից է եղել։ Ես գիրքը կնվիրեմ, մի քիչ կարդակեմ դա։ Ինքը ինչի է յուրահատուկ, էլի ինքը կա համ անհատականություն, համ թիմային բուսահարություն հասնես, ինքը անհատականություն պետք է դրսևորես, ֆանտազիա պետք է դրսևորես անպայման, նաև պետք է թիմային լինի, որը մեր ազգի մի քիչ պակասում է, թիմային աշխատանքը, ներդաշնակ աշխատանքը, մերոնք հայ մարդը ընդհանրապես անհատ մարդ է։ Ու պետություն երկար ժամանակ չունենալուց է եկել։ Մենք մեր խնդիրը ընդհանրապես երկրի կարծում եմ որ մենք ամբիցիոզ ենք որպես ազգ շատ դեպքերում մեր ամբիցիաները չբավարարված ամբիցիաներ ունենք տարերով եկած մեր հնարավորություններն ու ամբիցիաները adekvat չեն միգուցե մենք անբավարարված զգացում ունենք պատմական տենց է իրականում հիմա սա է մեր ճակատագիրը մեր ամբիցիաները մտքերը միշտ ավել են եղել քան թե կարողացել ենք ունենալ ու պահել պետություն չունենալը խորը հետ կա թողել մեր վրա մենք չենք սիրում խաղի կանոններ պահել ամեն մարդ իր գլխի ճարնատես է ամեն մարդ իր ընտանիքի հարցերն լուծե ընդհանուր խաղի կանոններ չեն ինչ են երկրները ուժով որտեղ պետությունը ինչի համար է ստեղծվել պետության գաղափարը որ երբ որ խաղի կանոններ ա լինում ներդաշնակ ա լինում ավելի մեծ հասարակություն ավելի մեծ արդյունք է կարողանում գրանցել պետությունը դրա համար է առաջացել պետության առաջացում հիմա մենք չենք ունեցել պետություն խաղի կանոններ չի եղել մենք միշտ ուրիշ երկրի խաղի կանոններով ենք խաղացել եւ փորձել ենք առավելություն հասնել երբ որ այդ խաղի կանոնները փորձել ենք շեղվել յոկուտ մեզ մի քիչ շեղվել
Որ մեր համար հետաքրքիր չի եղել որ քայի կանոնները պահենք։ Մենք ներքին այդ ամբիցիան մի հիմա էլ ամենաց։ Մենք չենք սիրում ընդհանուր քայի կանոններ, չէ՞։ Ու ասենք հիմա տեսեք բլոկը սա Երևանում, սա Հանրապետությունում ամեն մեկը իր թաղի կանոններով է խաղում։ Չէ՞։ Այո։ Ու շատ դժվար է այդքանին համոզել, որ պետք է լինի ընդհանուր քայի կանոններ։ Այո։ Իմ գաղափարը եղել է, որ գերուչս համոզել է, որ ասենք այդ մեր բանը կլուբի գաղափարը եկել է Մոսկվայի այդ հայությունից, որտեղ մենք սովորել ենք եւ միասին այդ շփվել ենք, նաեւ շփման միջոց է ինքը բլոկը, միջավայրաձևավորում շփման միջոց է, բայց նաեւ իմիջիան եղել է նա, որ լինեն ընդհանուր քայի կանոններ, դրանով փորձենք դաստիարակել, որ բոլորս ընդունենք քայի կանոններ։ Կարող է մեկի դուրը չի գալիս, տեսեք հիմա ինչ արենք առաջի քայլը, չէ՞, ասենք որ գիրք հրատարակենք, չէ՞, բլոկի գիրք, որ հային հարցում ես, ասում եմ բլոկի գիրքի ես եմ գրել, չէ՞։ Բացառ բլոկի գիրքի ես չեմ գրել։ Որովացի պես բան է, չէ՞, բոլորը իրանք իր ձևով ինքը։ Բայց իմիջիան եղել է նա, որ նախ ստեղծենք կանոններ, որ բոլորի համար ընդունելի, ասենք բոլորը այդ կանոններով խաղան։ Անկախ նրանից մեկի դուրը գալիս է, թե չի գալիս։ Բայց սա պետք է խաղանք այդ ինձ էլ ինչ-որ բան դուր չի գալիս այդ գիրքում գրված, բայց գտնում եմ որ քննարկելու ենթակա չի։ Ասենք հիմա եթե ինչ-որ բաներ զարգացում կարող ունենալ, հետագայում հիմա պետք է հասնել նրան, որ բոլորը ընդունեն այդ խաղի կանոնները։ Մի կանոններով խաղան։ Այդ կանոնները պետք է գրված լինեն։ Հնարավոր չլինի, որ այսօր ես ցենց եմ խաղում, ինձ էսա ձեռ տալիս, գտնում եմ որ էսի է ճիշտ, պետք է գրված լինի։ Երկրորդ դրանով հայկական ոչ մի խաղ, չէ, բրենդ չունենք մենք իրականում։ Տեսեք, մեծ արժեքա բրենդներ ունենալը աշխարհում, չէ։ Հիմա ինչ բրենդ կարող ենք ունենալ, չէ։ Հայկական կոյնակն է այսօր ռեալ բրենդ, որը փող է բերում երկրին, հա։ Բայց օրինակ խաղում չունենք բրենդ։ Հիմա պատկերացրեք, որ հայկական բլոկը, այդ բազար բլոկը, չէ, խաղում է վերացիներ, մենք գնում ենք միջազգային մրցումներ վերացական կոմանդներ կան, ռուսական կոմանդներ կան, չէ։ Այսինքն շանս կա, բայց ջանքա պետք թափել։ Շանս կա, որ հայկական բազար բլոկը խաղում է որպես հայկական խաղ։ Այսինքն ինքը դառնա բրենդ։ Դրանով ճանաչելի է դառնում նաև երկիրը, չէ, բրենդով։ Ինքը կարևոր բան ունի, այսպես ասած, նպատակ ունի, որ երկիրը ճանաչվում է նաև դրանով, չէ։ Ասում են հայկական կոյնակ գիտեն սա Հայաստան եւ այլ հետաքրքրություն է, ինչ երկիր է, գնանք մի հատ տեսնենք, չէ։ Նույնձևի, եթե սա պատկերացեք աշխարհում սկսեն բլոկ խաղալ, հա, ու ասում ես հայկական խաղը, հա հետաքրքրություն կառաջանա հայերով հետաքրքրվել, Հայաստանով հետաքրքրվել։ Հա, ինքը պետք է մտածես, պետք է բանը ֆանտազիայի զոր տաս, ինքը նաև ճկունություն է, հետաքրքիր է, միտքդ կենտրոնանա, ուղեղդ աշխատի, թիմային ներդաշնակ խաղաս։ Ոստեղ այդ իմաստով, ասենք, ես սա մեր ակումբի այսպես ասած բանը դա է որ նենց անենք, որ բոլորը խաղան նույն կանոններով եւ սարքենք հայկական բրենդ խաղը։ Վերացիները խաղան, ռուսները խաղան, ամերիկացիները խաղան ու խաղում են հետաքրքիր։ Եվ ես արդեն պատկերացրեցի ինչ է նշանակում բլոկ խաղալ ֆիզիկական գիտությունների տեխնացու հաջողագործարար Արմեն Մկոյանի հետ համերա հաղթելու շանս չունի ձեր հաղթելու։ Չէ, հաղթելու շանս չկա, բայց հաճույքով սա երբ որ ասեմ, հետաքրքիրն է, որ երբ որ մարդիկ սկսում են շփվելու խաղալ, չէ, հետո նոր հասկանում են, որ սենց շատ ավելի հետաքրքիր է կանոններով խաղալ։ Սկսում են չհարգել են իրանց խաղացածը։ Ասենք նաև այստեղ ազդեցություն է պահանջում, մեր ասենք ակումբում չես կարող դու այսպես կոչված կեղտոտ բաներ տաս, իշմարներ տաս, անազնիվ խաղաս։ Պետք է ազնիվ խաղաս խաղի կանոններով, չես կարող ժուլիկություն անես։ Ասենք նաև դա էլ է կարևոր, չէ՞։ Ասենք այդ իմաստով մարդիկ որ մտնում են տեսնում են որ այստեղ պետքա ուղեղին զոր տալ, հաճելի է իրանց։ Ինչ-որ մարդկանց կարող է հաճելի չլինի, բայց դառնում է հաճելի։ Բայց նրանով այդ դրանք բոլորը գնում են այն նպատակին, որ սարքենք ընդհանուր խաղի կանոններ, էս էլ է շատ իմ համար այնքան ցայտուն է, չէ՞, շատ դժվար է մարդկանց համոզել, որ չէ, ես ուզում եմ sense խաղամ։ Այո, ասում ենք, ախր պետք է խաղի կանոններ լինի։ Պետք է ասում մենք երկրի առաջ չի գնում, չէ՞։ Մենք ուզում ենք, որ կանոնները սաղի համար անեն, մեր համար մի քիչ ուրիշ լինի։ Մենք կարողանանք շեղվել այդ կանոններից, որ առաջ ընկնենք, չէ՞։ Ասենք կարմիր գիծը հատող, սա կարմիր գիծն է, բայց ես կարողանամ առանց այդ կարմիր գիծը եւ այլն բացառություններ ունեն, չէ՞։ Ներազգը դրան է սովոր, բայց պետք է սովորացնենք կամաց, որ օրենքը պետք է սաղի համար մեկ լինի։ Այս ամենակարևորն է։
Դա միգուցե այդքան համեմատությունը բան չի, բայց խաղալել է ցույց տալիս, որ լոկալ մակարդակով հա, որ շատ դժվար է սաղին ասել, գիտեք ինչ խաղի կանոններ պետք է սաղս պետք է ենթարկենք այդ խաղի կանոններին։ Կամավոր սաղս պետք ուզում եք խաղի կանոններ սաղս ընդունենք, հետո տեսանք այս կանոնը լավ չի, սաղը բերեք որոշենք, որ այս կանոնը փոխենք, եթե տեսանք որ դա չի բերում զարգացում։ Այս փոխածը հետո պահենք։ Հա, բայց պետք է մի հատ սաղ ընդունենք, որ եթե ընդունում եք խաղի կանոնը, սաղս պետք է պահենք։ Այո։ Այս կարևոր հանգամանք է մեր այդ գործնեության մեջ, այս բան անեց, ասենք ոնց որ հոգու համար տես բան ունենք ու ժամանակ ենք անցկացնում, շփվում ենք, շփման միջոց է, ընկերությունը պահելու միջոց է։ Հիմա ասենք բիզնեսը, ասենք գնում ես գործից հոգնած, արդեն բերանը չի բացվում, գնում ես տուն, ընտանիքի հետ չես կարող շփվես եւ այլն, չէ՞։ Դա էլ միջավայր է շփվելու։ Մենք ընտանիքում ասենք տրադիցիա ունենք, ասենք մեր հարազատության հետ էլ տենենք կամաց այս բիզնեսը բերում է նաև մենք առաջ միշտ զարմանում ենք, չէ՞ որ ասենք կարդում ենք երկերում որ կարող է հերո տղա, չգիտեմ, Ամերիկայում ապրում են, տարին մեկ են շփվում, ասենք նոր տարվան կարող է հանդիպեն կամ չհանդիպեն, չէ՞։ Մեր համար դա ինչ որ վայրենի բան է, չէ՞։ Ցավոք սրտի հիմա տեսնում ենք որ կամաց մեր մոտ է դասարակությունը, քան ինչքան ինտեգրվում ենք, կամաց դες բաներ առաջանում որ օրերով կարող է նույն քաղաքում ապրեն, ախպերները չշփվեն, հարազատները չշփվեն, ընկերները չշփվեն, չէ՞։ Բայց ուրեմն պետք է մտածել ինչ որ շփման եզրեր, որ շփման բան են։ Հիմա այս մեր ընտանիքում դել ենք տրադիցիա, ամեն շաբաթ անպայման սաունա ենք միացնում, ասենք հարազատներով հավաքում ենք, ոնց որ առիթ լինի, որ շփվենք բանով, չէ՞։ Ամեն մեկ իր գործով, ամեն մեկ իր հոգսով, կամաց սկսում է սուտարվել։ Ընկերության մեջ ասենք մեր բլոկը սախ հիմա ամբողջը սպասում են շաբաթը լսվում ասենք 5 շաբթի օրը մեր կլուբի օրն է չէ ընթացքում էլի հանդիպենք ու 5 շաբթի օրը ամեն ինչ սա գործեր են հենց դասում հանգած 5 շաբթի օրը զբաղված չնա որ գան հաճույք ստանան վայելեն այդ հաճույքը ասենք իրար տեսնենք շփվենք եւ այլն էլ Պարոն Նկան իսկ ինքնազարգացումը գիտեմ շատ կարդում եք ինչ եք սիրում կարդալ հիմնականում ասեմ ձեզ կարդալը հետևյալն է ասենք ինձ ամեն ինչը ինչը ծնողից մերս հիմա 83 տարեկան է, չէ, ամեն ինչը հետաքրքիր է իրան։ Ես մեկ ճղանանում եմ, այկին ասում եմ, քեզ ինչ հետաքրքիր է, աստղերի մասին, չգիտեմ ինչ, ամեն ինչ իրան հետաքրքիր է, չէ։ Հիմա ես խիստ զբաղվում եմ, ինձ էլ ասենք գիտությունը շատ հետաքրքիր, ասենք հիմա որ կարդում եմ, ինձ երեխեքից մեկ զարմանում եմ, մեկ վրաները խոսում եմ, չէ, ասում եմ, լավ, ձեզ հետաքրքիր չի, թե ասենք, չգիտեմ, ինձ ասենք շատ հետաքրքիր է կոսմոլոգիա եւ այլն, այդ բաներ եմ կարդում, ֆիզիկայում ինչ որ բաներ եմ կարդում եւ այլն։ Ինձ հասաբել է հետաքրքիր է այդ ամեն ինչը, նորություն իմանալը ինձ համար շատ հետաքրքիր է։ Ասենք երեխեքի հիմա որ նայում եմ ինչ են նայում, չէ, YouTube-ով ինչ որ մի հատ post-եր են նայում, չգիտեմ, ինչ որ ֆիլմեր, հիմա զարմանում որ գիտությունը, բնությունը հետաքրքիր չի, ինձ ասենք ինձ ամեն ինչը դա է հետաքրքիր։ Ու իմ կարդած պատմությունն է հետաքրքիր, ապագան է հետաքրքիր։ Քաղաքական վայրիվերումները ինձ այդքան հետաքրքիր չեն, ինչքան գիտությունը։ Նորությունները ինձ շատ հետաքրքիր է, ինչ զարգացումներ ա գնում աշխարհում, ինչ հետաքրքիր բաներ կան, ինչ նորություններ կան։ Այդ ամեն ինչը ինձ գիտությունը, պատմությունը են դեպքում։ Օրինակ երեխեքին զարմանում եմ, ասենք, պատմությունն էլ հետաքրքիր չի։ Այն որ այն բանի մորակրճս թորանը երախուն էլի։ Հիմա ուզում եմ սովորացնել, որ գիրք կարդա տալիս եմ, ասենք, մեր մոտ ոնց է սկզբից արգացային գրադարան, որ հետաքրքիրներ, ֆանտաստիկա, չգիտեմ ինչ, պատմություն, չէ։ Մեր երկրի պատմություն պատմական գրքերի վրա ենք սովորել, միգուցե այնքան էլ օբյեկտիվ չէ։ Իրանց հետաքրքիրը չգիտեմ, ասենք, հիմա կարդում եմ, իրան այդքան հետաքրքիր, իրան հետաքրքիր, չգիտեմ, այդ ինչեր էս բանը, այն Գարի Պոտեր, չգիտեմ ես ինչ է, նա չեմ հասկանում, դա հետաքրքիր չէ, դա ամեն ինչը պատմությունը ոնց է եղել, չգիտեմ, գիտությունը ոնց է, բնությունը ոնց է։ Ինձ այդ մասը հետաքրքիր է, չգիտեմ, միգուցե կյանքից հետ եմ ընկել, բայց ինձ այդ հետաքրքիր։ Հասկացա։ Պարոն Նկան, իսկ 3 հատկություն կասեք, որ բիզնեսում բիզնեսմենին օգնում է հաջողության հասնելու համար։ 3 բնավորության գիծ կամ 3 ժառանգական ինչ-որ որակ, հա, որը մարդը կարա ստանա ծնողից կամ, չգիտեմ, 3 աշխարհայացքի ձև, որը կարա մարդը փոխանակի, տեսնի, հասկանա ու դա իրան օգնի հաջողության հասնելու համար։ Ես հարցի պատասխանը կուզեի մի փոքր ուղղված լինի նոր սերնդին, այն սերնդին, որը նոր է մտնում գործարարության մեջ ու ուզում է մաքսիմում քիչ սխալվելով, մաքսիմում կարճ ճանապարհով հասնի հաջողության։ Ու մաքսիմում կարճ ճանապարհով ասեմ, ես օրինակ իմ դիսկուսիան օրինակ ասենք փոքր տղայից հետ, բայց ես համարը ասելիք չունեմ, որտեղ մեծս արդեն
ինքան վստահ եմ, որ ինքը ճիշտ ունի վրա այդ ամեն ինչ արդեն են կանա, փոքրից անդադ փորձում եմ նոր սերունդը չի ուզում դժվարություն։ Ոչ թե ամենակարճ ճանապարհը, ամենահեշտ ճանապարհն է ուզում ընտրի, միշտ ամենահեշտ ճանապարհը շուտ հանձնում, ասում եմ տղա ջան, կյանքը տենց չի։ Նախ առաջինը ոչ մի դժվարությունը պետք է չխուսափես, երբեք չհանձնվես։ Խիստ նպատակասլացնես։ Առաջնային երկրորդականի ջոգես ու ասենք եթե նպատակ ես դրել, խումիշ պետք է դնես դաստիարակվես, մտեղ որ ասես ես նպատակից պետք է հասնեմ անպայման։ Ու պետք է գործը քեզ հետաքրքիր լինի։ Ասենք եթե ես ինչ որ ծրագիր եմ անում, այդ ծրագիրը ասենք բացի որ ասեմ մարմնով զգում եմ, պատկերացնում եմ, հետաքրքիր անպայման այդ ծրագիրը անեմ։ Անկախ նույնիսկ բանից, ասենք միգուցե մի քիչ sense անեմ ավելի շատ փող աշխատեմ կամ չգիտեմ ինչ, ինձ այդքան գրավողը ոչ թե փող աշխատելն է, այլ օրինակ ես Դավիթից էլ խորհուրդ եմ տվել Արմանդ Խամերի գիրքը կարդալ, չգիտեմ ծանոթ եք թե չէ, 20-րդ դարում ամենահորս մարդկանցից մեկն էր Դրու Գլենինը, այդպես էր կոչվում Արմանդ Խամերը, ամերիկացի բիզնեսմեն էր, որը ասենք ես այդ գիրքը կարդալ եմ, ինձ շատ տպավորվել է այդ գրքից։ Ինչով է տպավորվել, ասենք այն ժամանակ կարողությունը գնահատվում էր մոտ 20 միլիարդ, պատկերացեք, ասենք հաստատ այսօրվա թվերով Գեյթսից հաստատ ավելի հարուստ։ Բայց իր մեջ բանը ինչն էր, ասենք որ մի գործ նախաձեռնում էր, ասում էր պետք է ես ոլորտում ամենալավը անեմ, անկախ դրանից փող կար մեջ թե չէ։ Եվ որ նույն պրինցիպի որոշումը որ պետք է ինքը ունենա ամենալավ հավաքածուն, բանի նկարների բանը, չէ։ Ստեղծում ամենալավ հավաքածուն։ Ստեղծում է ապացուցում է որ ինքը իրան ապացուցում է որ ինքը կարա դա անի։ Անում հետո նվիրում մետրոպոլիտեն օպերա բանի Նյու Յորքի բանի թանգարանի ամբողջ նվիրումը Նյու Յորքի։ Այսինքն ինքը հասավ նպատակին, այդ նպատակը իր համար արդեն անցած էտապա, ինքը ոչ թե տանում էր որ ինքը ուրախանա, հետո թանկ ծախի նկարներ եւ այլն, այլ ինքը իրան ապացուցում է որ կարա այդ անի։ Հետո մի հատ շատ հետաքրքիր էպիզոդ ունի, ուրեմն ինժեներով հավաքում են բան, ասենք ուրիշ հետաքրքիր ասում է ես ինչ եմ աշխատում։ Ոչ թե փող աշխատեմ, իմ ապրելու ձևը աշխատելն է։ Այո։ Ուրիշ ձև չունեմ ապրել։ Ես պետք է աշխատեմ ու հետաքրքիր բաներ անեմ կյանքում։ Ասենք հիմա ինքը ունի 20 միլիարդ, 21 միլիարդ, կյանքի որակի վրա ոչ մի արժեք չունի։ Բացարձակ։ Ասենք տեսեք նույն մոտեցումը գեցենք, էլի ակտիվ աշխատում է ծրագրավորման մեջ եւ այլն։ Ոչ թե փող աշխատելու համար, այլ իրան հետաքրքիր է այդ գործը։ Հիմա խամերը ընկերներով բան են անում, որ ասում են, այ տեսե դու հա արդյունաբերության մեջ, բանի մեջ ունեցել ես հաջողություն եւ այլն, մատիտների արտադրությունը այն ժամանակ սովետում դնում եւ այլն։ Ասում բայց գյուղատնտեսությունը շատ բարդ է, այդ խելքի բանը չի։ Չես կարող գյուղատնտեսությունում ասենք անասնապահության մեջ օրինակ այդպես հաջողություն ունենաս, որտեղ դա արդեն ավելի ուրիշ որ ասում եմ ոնց ոստը չեմ կարող ունենալ։ Որոշումը որ պետք է ամենաուժեղ բանը այդ ֆերմերային տնտեսությունը ստեղծի։ Ասենք այդ վիզը իրան, որ вообще ասում զարմանում ես, ասենք հիմա պատկերացեք, հիմա IT տեխնոլոգիայից ասենք Գեյթսը գնա մի հատ գյուղատնտեսական ֆերմա ստեղծի, չէ՞։ Բայց այդ մարդը ոչ թե դրա համար իրան ոնց է պրինցիպ են գցում, թե ոնց է չես կարող այդ անես այդ խելքի բանը չի ոնց է։ Ստեղծումը ուրեմն շատ հետաքրքիր էպիզոդ կա, պետք է ստեղծի ֆերմերային տնտեսություն։ Անասնապահական այդ հիմա պետք է այդ բան ցլիկ առնի, բանով էլ պարոդիստի ցլիկ պետք է առնի, որ ուժեղ ֆերմա ստեղծի։ Այդ բանի ժամանակ աթրդի ժամանակ այդ ցլի գինը հելնում է, այդ մարդը զարմանում է, թե այս ցլից էս ինչ ագա ցուր է էլի։ Ասենք որ չի հասկանում, կերվում է այդ բանը, տենը բանը, այդ աճուրդը կերվում է, հելնում է խիստ վիրավորված, ասում ես այդ օրը երթվեցի, որ եթե ես մտնում եմ աճուրդի, գինը կապ չի, ես պետք է հաղթեմ այդ աճուրդը, ես իսկապես պետք է ինքս սկսում եմ, որ մտնում այնտեղ ու պարտվում է ինչ որ ֆերմերների այդ բանը ոլորտում, ոնց թե ինքը լինելով Արմանդ Խամը կրվի, այդ ոլորտում չկարողանա, որոշումը որ չէ, ուրեմն ինքը պետք է խորանա, հասնի ամենալավ ֆերմա ստեղծի, ուրեմն գնում է ցալի նորից է գնում կրկնակի գնով հաջորդի բանին, ստեղծում է ամենաուժեղ ֆերման, ապացուցում է ինքը իրան ու իր ընկերներին, որ ինքը կարողացավ ստեղծել այդ ոլորտում էլ կարա հաջողության հասնի, լինի լավագույնը։ Լինի լավագույնը, այսինքն ինքը ուզում է լավագույնը, լիդերը, ուզում է անպայման լավագույնը։ Հետո նվիրում է այդ ցախ ֆերման։ Ասեն ինքը իրան ապացուցում է, որ ուր մտավ ինքը պետք է հաջողության հասնի։ Այդ հաջողության ձգտումը արդյունքն է, ցույց է տալիս արդյունք, ասում է, վերջ, ստեղ էլ հասա։ Ինքը իրան ապացուցում է, որ ինքը այդ վիզը կարա էսը դանի, այս ծրագիրն էլ անի։ Այդ պետք է մարդու մեջ լինի, այդ կրակը լինի։ Չեղավ այդ կրակը չի լինի։ Բիզնես պետք է չանի։ Այդ կրակը պետք է լինի, որ այո, մտա այս ծրագիր պետք է անեմ, պետք է հաջողություն ունենամ,
Այստեղ պետք է կարողանամ հաջողել անպայման առաջ գնալ։ Այդ ձգտումն ասենք, մարդու մեջ դրած է իմ այդ ծրագիրը, չգիտես ասենք։ Չէ, որ մտածես մարդը ինչ անում, չէ, մտածում ես, եթե վերջը պետք է մահանա, խի աշխատում այսքան։ Հա։ Չէ, բայց բարձրացնում մեջը ծրագիր է դրած, հիմա չգիտեմ ում կողմից է դրած, ոնց է դրված, պետք է անպայման ամեն օր ուզում ես որ հաջողության հասնես։ Ու ստեղծես մի քիչ ավելի շատ, քան սպառում ես։ Անպայման, այդ լրացուցիչ բանը հենց այդ է, լրացուցիչ արժեք պետք է ստեղծես անպայման։ Ես ասենք իմ երեխեքին միշտ ասում եմ, որ ինչ ես եմ անում, դուք պետք է ավել անեք անպայման։ Ես ինչը վերջացնեմ, դուք դրանից պետք է շարունակեք, թե մի բան էլ ավել անեք, ավելի խելացի, ավելի լավ, որ դա անընդհատ ձգտում լինի։ Ու կյանքի իմաստը դա է երևի, անընդհատ աշխատել։ Այդ շատ հետաքրքիր ժամանակին իտոգի ժուրնալ էի ստանում, կինոս ինձ անընդհատ մեղադրում է, որ հերիկա, քեզ այդքան աշխատում եւ այլն, չես վայելում բան։ Այո, ասում եմ, իմ ապրելու ձևը աշխատելն է, հիմա ուրիշ ոնց հետաքրքիր բան կար, երկու հոդված կար, մեկը այդ Վիմբիլդանի բաններ, պրեզիդենտներ Յակոբաշվիլի կար։ Դրա հոդվածներ բան, ասենք շատ հարուստ է եւ այլն, մի հատ աղջիկ ունի, ոչ մի բան չունի։ Կինը ապրում է, չգիտեմ, Ամերիկայում, աղջիկը Շվեյցարիայում, թե հակառակ արդեն չեմ հիշում բան, ասում ամեն օր Skype-ով շփվում ենք եւ այլն։ Ոնց ասում դեռ, առավոտ ես 8-ին աշխատանքի եմ, երեկոյան ես ինչ ամեն տուն եմ գնում եւ այլն։ Ինչի՞ համար ես աշխատում, ասում եմ ապրելու ձևն է։ Սա ես ուրիշ ձև չեմ կարող ապրել։ Իմ ապրելու ձևը աշխատելն է, արարելն է, ստեղծելն է։ Սա իմ ապրելու ձևն է, ես դա եմ վայելում։ Կյանքը տենց է։ Մի հատ էլ հետաքրքիր հաջորդ հոդված կար ստարտափների մասին էր, ռուս երիտասարդ մի հատ նոր միլիարդեր էր առաջացել ստարտափներով, շատ հետաքրքիր դրա ֆրազան էլ որ ես մեջ տպավորվել է, կնոջս ցույց տվել, ասում եմ տեսնում ես, ասում է смысл жизни, ասում է ինչով է։ Мне кажется, что мужчина должен работать и умереть։ Ստեղծել, հա, Նիչեն էլ է, ասում է տղամարդը ծնված է պատերազմի համար, իսկ կինը ոգեշնչելու համար զինվորին, էլի մարտիկին։ Եթե այն ժամանակ պատերազմն էր տղամարդու հիմնական զբաղմունքը, հիմա բիզնեսն է ստեղծելն է։ Ու պատերազմի, ասենք, պատերազմը նաև պատերազմը հաղթելու ձևը նաև որ պետք է աշխատել։ Այո։ Պատերազմում էլ, ասենք, սա էլ է պատերազմի ձև։ Այ երկիրը ուժեղացնելու է պատերազմի ձև։ Այո։ Պատերազմը այսօր ռեսուրսների պատերազմն է, ուրիշ բան չկա, պետք է, ասենք, բացի զինվորի կյանքից, պետք է անպայման հետևից հասցնել տնտեսությունը պետք է ուժեղանա, երկիրը ուժեղանա, բիզնեսը պետք է ուժեղանա, պետք է անընդհատ աշխատել, անընդհատ լրացուցիչ արժեք ստեղծել, առաջ գնալ, էսա մեր կրեդոն ու գտնում ենք, որ երկիրը մենակ տենց առաջ կգնա։ Մրցակցությունը, մենք ինչ է մեր երկիրը ում հետ է մրցում, չէ՞, ռեգիոնալ մրցակցության մեջ ենք։ Ինչով ենք առաջ ընկնելու, դիմագրավելու, ոնց ենք մրցակցելու, չեմ ասում առաջ գրավենք կամ չգիտեմ մեկին սպանենք, մեկից բան։ Մրցակցություն է կյանքը սա, չէ՞, մեր երկիրն է մրցակցում է իր ռեգիոնալ, չէ՞, կարող Ամերիկայի հետ մրցակցենք, Ռուսաստանի հետ մրցակցենք, բայց ռեգիոնում պետք է կարողանանք մրցակցել։ Ինչու պետք է մրցակցենք, ոչ ռեսուրս ունենք, ոչ բան ունենք։ Մեր աշխատանքով, մեր ավելի խելամիտ աշխատանքով, ավելի խելքով, ոչ ինչու պետք է առաջ ընկնենք։ Ու այդ իմաստով մեր հիմնական առավելությունը դա է, ու հենց այդտեղ պետք է առաջ գնանք։ Ինչ կուզեի կարվեր երկրում, օրինակ, ասենք, չէ, հիմա մեր երկրում ընդունված է, ասենք, քննադատում են, օրինակ, շատ ինձ բռնցրել եմ դրա վրա, ասենք, անդադ կողքից լսում ես, չէ, այ որ սենց աներ, ասենք, իշխանությունը սենց աներ եւ այլն լավ կներ, չէ, երկիրը ավելի կզարգանար, հետո վերադառնում եմ, ասում եմ, ընդհանրապես ես եմ ղեկավարը, չէ, ինչ պետք է անեմ, որ պարարիվ տա երկիրը։ Չեմ ասում դանդաղ աճի, չէ, բայց ասենք ինչ որ բան գտնենք, ժիլկա գտնենք, որ երկիրը, ասենք մեր երկրի զարգացումը օրինակ իմ կարծիքն է, էլի։ Եթե մենք մեր նպատակ դնենք, որ տարեկան 3%, 4%, 5% զարգացում տա, մենք ոչ միտեղ չենք հասնի։ Ասենք մենք մեր առաջ պետք է ամբիցիոզ խնդիր դնենք։ Ասենք ոնց հասնենք, որ 10% եւ ավել զարգացում հասնենք։ Փոքր տնտեսության երկրներում ավելի դինամիկա զարգացման տես խոշոր իներտ երկրներում բնականա չես կարող տես խնդիր դնես Ամերիկայի տնտեսության համար, Ռուսաստանի տնտեսության համար կամ չգիտեմ Չինաստանի տնտեսության, Չինաստանը ժամանակին 11%, 13% ընդհանուր բաժին ունեցել, չէ՞։ Մեր տիպի երկրի համար մենք աճի տեմպերով հետ ենք գնում մեր հարևաններից։ Հիմա ինձ հարց եմ տալիս, ասենք ասում եմ, լավ, ես եմ որոշում ընդունողը։ Ինչ կանեի, որ իսկապես այդ ամբիցիոզ ծրագիրը, ասենք 10% աճ տանք։
գոնե 7% գտնեմ, որ մինիմում է մեր երկրի համար, որտեղ պլանկա դնենք, որ այն չանենք, որ տենց աճի հասնենք։ Օրինակ, իսկ որ քննադատում են, ասում են, չէ, հետո ես ինձ ասում եմ, լավ, օրինակ ասում եմ, դու որտեղ ես տեսնում այն բանը, այսպես ասած, բարարիվի տեղը, որ կարող ենք տենց աճ տալ երկիրը։ Ես կարծում եմ, որ երկիրը պետք է ներդրում անի այն ակտիվների վրա, որից ինքը ուժեղ է, իսկ մենք ուժեղ ենք մեր ինտելեկտուալ ակտիվներով, դա հենց սովետական միության տարիներին էր հայտնի, երբ Հայաստանում զարգացնում էին գիտատար ճյուղերը, մանր սարքաշինությունը կամ առանձնագիտությունը, ու կարծում եմ հենց գիտատար ոլորտը Հայաստանում կոնկրետ դեպքում արդեն ՏՏ ոլորտն է, ինքը ամենամեծ ակտիվն է, որի վրա եթե ներդրումը շարունակաբար արվի, մեր տնտեսությունը կունենա ձեր ասած մեծ պրոռիվ ու Փառք Աստծո, այսօր մենք ունենք ՏՏ ոլորտին արտոնություններ տվող օրենքի նախագիծ, արդեն գործում է վաղուց օրենքի նախագիծ։ Այս մասով աջակցությունը լինի ավելի շատ թե ավելի քիչ, ես կարծում եմ մնացածը պետքա գործարի ինքը անի, մնացածը գործարի նախաձեռնության պետք է լինի։ Կարծում եմ պետքա մի փոքր ավելի ակտիվացվի, դա մեր երկրում ապրելու քարոզն է, քարոզարշավն է, ու այն հույսն է, որ մնանք ստեղ, թեկուզ հիմա ինչ-որ մի բան ձեր դուրս չի գալի, բայց մնանք ստեղ, միասին այդ փոխենք։ Դնենք նպատակ, դնենք երկարաժամկետ նպատակ, բոլորով փոխենք։ Այսինքն միայն դա կարամ առանձնացնեմ, իսկ մնացած ամեն ինչը կարծում գործարարներն իրանք ակտիվ արդեն նախաձեռնում են փոխում են ու հենց ՏՏ ոլորտում կարելի է արդեն ակնհայտ օրինակով նայել, շատ կազմակերպություններ օգտվում են այդ արտոնությունից ու զարգանում են։ Մենք այսօր ունենք նաև ազգային նախագծեր, Ջիջինա, ունենք Onex ընկերությունը, Onex-ի դեպ ինչ որ շատ բացառիկ, որ արդեն արտահանում է Հայաստանից ապրանք ԱՄՆ եւ Ռուսաստան, այսինքն առաջին հայկական բեռնափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունն է, որը արտահանում է կազմակերպում ԱՄՆ-ի ցանկացած ծայր։ Իսկ դա բացառիկ իրադարձություն է մեր երկրում։ Ու ամփոփելով ասածս կասեմ sense որ այն ինչ արվում է ՏՏ ոլորտում շարունակվի արվել, մնացածը ձեռնարկատերը կանեն, իսկ մյուս մասով էլ ովքեր Հայաստանից գնում են, ամեն դեպքում մարդկանց գաղափարական հիմքով եւ ընդհանուր նպատակ դնելով վերադարձնենք կամ պահենք Հայաստանում։ Բանի IT ոլորտում տեսեք օրինակ առաջի հայացքից ոնց որ ամեն ինչ լավ է, բայց ես օրինակ այդ խնդրեմ եմ տեսնում, որ չգիտեմ թե ոնց է պետք լուծել։ Տեսեք ինչ խնդիր է առաջանում, դե մոտիկ եմ այդ ոլորտի հետ, ասենք ընկերներ ունեմ եւ այլն։ Ինչ խնդրի առաջ են գալու։ Նախ հիմա կա կադրերի պակաս։ Այո։ Հիմա չեն կարողանում համալրել։ Այո։ Հետևից եկող կադրերը չեն հերիքում։ Ցածր որակավորման կադրը, որ նոր մտնում ողջունելի է, որ ասենք Pixar-ը ստեղ են առաջացել։ Իսկ երբ որ դրսի կամպանիաները մտնում են Հայաստան, ստեղծում են, հա, Synopsys-ը եւ այլն։ Հենց մի քիչ աճում է երեխան, հենց միջում տանում է ավելի բարձր, գնաց դուրս է, հետ չի գալիս է։ Այ ոնց անել, որ այդ արտահոսքը կանգնացնել բարձր վարձատրվող արդեն էլի, հենց մի քիչ բանը բարձրանում է, տանում է։ Ես ասեմ, եթե մարդուն ոգեշնչում են ֆինանսապես, մարդուն մոտիվացնում են ֆինանսապես, միակ հակադրումը ֆինանսականի կարող լինի արժեքային, արժեհամակարգային հստակ դիրքորոշումը մարդու։ Միակ հակադրումը ես ուժը տեղ եմ տեսնում, այսինքն մենք պետք է ունենանք հստակ արժեքային ազգային գաղափարախոսություն։ Այդ եմ ասում, այդտեղ տեսնում եք որ պակաս ես էլ եմ նկատում, որ ասենք ասում են, հենց այն չի ասում, որ ռոպագանդայի մեջ է։ Այո, ռոպագանդա։ Ոնց որ վախենում ենք այդ արժեքային համակարգը քարոզենք։ Այո։ Դասիրակության վրա խաչենք քաշ այդ առումով ավելի դասիրակում ենք գլոբալիզացիայի եւ այլն այդ հասարակության համար ենք դասիրակում այդ իմաստով այդ բացը կա երևի թե պետք է այդ անել բայց այդ խնդիրը որ կա հաստ է այսօր դեռ ոգևորվել ենք որ ասենք այն օրը կարծում որ հարկատուների ցուցակում 1000 հարկատուների խոշոր հարկատուների ցուցակում առաջի անգամ IT ոլորտը մոտ 30 ընկերություն մտել են այդ ցուցակ, ասենք խոշոր հարկատուներ։ Ընդ որում առաջի 30-ի մեջ, առաջի 60-ի մեջ էլ արդեն կան ընկերություններ։ Այսինքն այդ ոլորտը իսկապես աճ տալիս է, բայց այդ խնդիրը օրինակ ես տեսնում եմ բարձր վարձատրում տանում են երեխեքին։ Ու դրանք հետ չեն գալիս։ Ոնց որ դից գալիս է մի քիչ աճացնում տանում են, գալիս աճացնում տանում են երեխեքին։ Արդեն իրանք են կազմակերպում այդ արտահոսքը։ Այդտեղ է պետք մտածել, թե ոնց կանգնացնել այդ արտահոսքը եւ վերջնական արդյունք Հայաստանում ստեղծել։ Պետք է այդտեղ օրինակ մենք այդ գաղափար ունենք, որ հիմա ընկերներ որոշակի օրենսդրական բազա է պետք մշակել, որ հիմա աշխատում են ջերը խումբ ստեղծվել, որովհետեւ այդ ընկերություններին ոնց որ հիմա ասենք
ռենտաբելն է իրանց օֆիսների մի մասը տեղափոխել Հայաստան, կայացած ընկերությունը, ոչ թե այդտեղ ֆիլիալ բացել, որտեղ կադրը հաճացնել տանել, այլ ընդհակառակը բերել Հայաստան։ Այլ հետաքրքիր կա, այդ հետաքրքիր ոնց է Իռլանդիան արել։ Այսինքն ստեղծվի ազատ տնտեսական գոտու կարգավիճակով ինչ-որ մոդել, օրենսդրական մոդել, որպեսզի հետաքրքիր ունի այդ ընկերությունները որոշակի բաներ արդեն բարձր վարձատրող իրանց հայր բանից բերեն ստեղ։ Այդտեղ էլ ինձ թվում է որ բան կա, անելիք կա օրենսդրական նենց պայմաններ ստեղծել, որ սրանք բերեն Հայաստան իրանց բաները։ Որոշակի ճյուղեր բերեն Հայաստան։ Հիմա իրանք կադրերի դարբնոց է, այստեղ բացել են, ինչ ռազմավարություններ են տալիս, այստեղ մեստալը ու տանում են։ Եվ ես էլ վերջերս նկատել եմ այդ տենդենսը, հատկապես Կանադա, Նոր Զելանդիա, որ էմիգրացիոն ծրագրեր կան, որ մարդիկ հա գնում են։ Նման դեպքում ու գնում են միլիոն դրամ, միլիոնից ավել աշխատավարձ ստացող մարդիկ, ձեր ասած են խավը, ովքեր նաև եկամտային հարկ վճարում, նաև կառավարական առնին, նաև, այսինքն այդ մարդկանց պահել Հայաստանում ու հակադրել իրենց մոտիվացիային, հա, այդ փող շատ փող աշխատելու մոտիվացիային, մենակ կարա մեր երկրում ապրելու հույսը, որ չէ, շատերն ասում են իմ երեխայի համար ապագա չկա, ես դեմ եմ դրան, ոնց չկա, բա որտեղ կա։ Ընդհակառակը, երբ որ դու գնում ես Հայաստանից, այդ ժամանակ ապագա չկա, որովհետև քո երեխան կամ քո երեխայի երեխան էլ հայ չի լինելու։ Իսկ մարդիկ շատ թեթև են նայում են հանգամանքին, որ լավ, իմ թոռը թող հայ չլինի, ինչ նշանակում կտրվել արմատներից։ Արմատներից կտրվել նշանակում է կորցնել առհասարակ քեզ որպես տեսակ։ Անկախ նրանից, որ դու ֆիզիկապես կապրես, օրինակ աշխարհի ինչ-որ տեղ, բայց դու որպես տեսակ կկորես, կվերանաս։ Իսկ մենք պատահական չի, որ հողի վրա ֆիզիկապես կանգնելը քո հողի վրա լրիվ ուրիշ էներգետիկա է, քան ֆիզիկապես կանգնելը, ասենք արտասահմանյան ինչ-որ պետությունում տարբեր էներգետիկաներ են, դու կիսատ ես, քո էներգիայի մի մասը կորում է։ Քո արդյունավետությունը, քո ստեղծված արժեքը դու մաքսիմալ արդյունք չես տալիս այդ դեպքում։ Այո, այո։ Ու պետք է դա պրոպագանդել, ցավոք սրտի այդ հիմա լավ չի դրված, որը իմ կարծիքով դուրս բաց թողում, ընկանք այդ հողերով, ու դա ամոթ է եւ այլն, բայց այսօր այդտեղ կորուստ ունենք հաստատ։ Եվ նաև պարոն Մկրան, շատ կարևոր բան եմ նկատել, որ չկա ընդհանուր շահի մեջ սեփական շահի գիտակցումը, այսինքն մարդը պետք է հասկանա, որ ինքը Հայաստանում մնալով առաջին հերթին կամ հայկական ապրանք առնելով ինչի՞ չէ, ինքը առաջի քայլում ընդհանուր շահին ակուտ տալի, երկրորդ քայլում դա անդրադառնում է իր շահի վրա։ Եթե մի քիչ խորը գնանք, էլի գալիս է դրանից։ Երկար ժամանակ պետություն չունենալուց։ Մենք միշտ մեր անձնական շահը վերենք դասը հանրային շահից։ Այդ զուգակցումը չենք տեսել, որ այդ ճիշտ ներդաշնակումն է մաքսիմալ արդյունք բերել, եւ որ հանրային շահը եւ ճիշտ զուգակցումը չափը պետք է չհասնենք։ Սովետի ժամանակ էլ լրիվ հակառակն էր, չէ՞։ Մենակ հանրային շահն է, հիմա անգել ենք մյուս ծառայությունը, մենակ ազնական շահը, հանրային շահը դրել ենք կողքի, այդ ճիշտ տեղը պետք է գտնենք։ Ու Հայաստանից գնացող մարդ ինքը պետք է հասկանա նաև, որ ինքը ինչ-որ առումով պատասխանատու է նաև ընդհանուր մնացածի առաջ ու դրանով իսկ վնասում է նաև իրան էլ է վնասում, մնացածին էլ է վնասում։ Էսա մեր կարծում եմ, եթե սա փոխվի, եթե սա մարդը հասկանա, որ Գերմանիայում կամ նույնիսկ ԱՄՆ-ում որտեղ ուզում են կլինի, իր երեխային այդ ապագան չի սպասում, ինչ մեր երկրում իր ստեղծած ապագան, մերոնք կմնան, մերոնք մի, չգիտեմ, $1000 ավել աշխատելու համար չեն գնա, որտեղ ամեն դեպքում գնալուց էլ գինը երկրի ապրելու գինն է բարձրանում, այսինքն մեկը կյանքի որակը ընդհանուր առումով սպառելու, ինչ ես դու սպառում, ինչ ես ուտում, ինչ ես ակնում, վերջին հաշվով նույնն է մնում կամ ավելի քիչ է լինում։ Կարծում եմ, ստեղ պետք է աշխատանք արվի։ Միանշանակ։ Աստված հույս ունենք, որ այդ մասի գիտակցումը կլինի ու տեղել բացերը կփակենք։ Այս ուրեմն, այս իմ ընկերն է գիրը։ Մաթեմատիկա գիրող։ Ես ֆինանսավորել եմ հրատարակությունը երկի եւ տարածում։ Այսի երկրորդ հրատարակությունն է։ Բանով։ Այստեղ ցակումն է, խաղի կանոններն է, մրցումների անցկացման կարգն է, ասենք բանն է, դատավորների, օրինակ մենք մի անգամ մի հատ հետաքրքիր չգիտեմ, ծանոթ եք ապշի խաղին։ Գիտեմ, հա, մոտավոր, հա, որ ասում եք, ես պատկերացնում եմ, Տիշմարը ինչա, մյուսը ինչա։ Չէ, դիմացը մի անգամ օրինակ շատ հետաքրքիր խաղ անցկացրինք, բանում Վրաստան մրցումների ժամանակ
մի հատ շատ հետաքրքիր ձև այս ընկերս առաջարկեց, տեսեք բլոթի ժամանակ կարող է ու միշտ կարտայք է բախտի վրա ասում են բախտը բերես լավ կարտ բռնիր խաղացինք շատ հետաքրքիր ձև Հայաստան Վրաստան մրցում անցկացրինք թիմը կազմված էր 4 հոգուց ասենք ոնց է 4 հոգի նստած են այստեղ 2 հայ են այստեղ 2 վրացի են չէ բաժանեցինք կարտերը կողքի սենյակում հայերի կարտերը տվին վրացիներին վրացիների կարտերը տվին հայերին ու հիմա պետք է մաքսիմալ միավոր հավաքել այսինքն եթե դու ստեղ ուժեղ կարտ ունես, նույն սիմետրիկ ուժեղ կարտը այնտեղ հակառակորդի մոտ է։ Այո։ Դու հիմա պետք է հասկանալով նաև դա, այո, կարողանաս մաքսիմալ միավոր հավաքես։ Այսինքն եթե դու պատվեր անում ես, ասենք մաքսիմալ միավոր եթե դու թեզ պատվեր արեցիր, ենթադրենք, չէ, կարող ես ասենք հայտարարել 18, խաղում ես 16, այնտեղ հակառակորդ ունենալով քո կարտերը այդ ուժեղ 18 հայտը ինքը առաջ անում։ Այո։ Եվ թիմը հաղթում է գումարային հայերի ստեղի հավաքած միավորներ գումարում անդեղի հավաքած միավոր նոր որոշում է հաղթող այսինքն արդեն կարտերից կախված չի լինում այսինքն մենակ միտքը պատասխանատվությունը մաքսիմալ ճիշտ պետք է հաշվես ոչ մի միավոր ավել ոչ մի միավոր պակաս շատ հետաքրքիր շատ երկար տևեց որտեղ ստեղ մենք բաժանում ենք դատավորները մեր այս կարտերը նայում են դասավորում են տանում այնտեղ հակառակորդին են տալիս ու նոր սկսում է խաղը շատ հետաքրքիր խաղ անցկացրինք ու ասենք շատ տպավորիչ էր նաև այդ պատասխանատվությունը եւ որ դու մյուս կոմանդի համար ես պատասխան տալիս էլի որ ստեղ մաքսիմալ միավոր հավաքես ու վերջում արդյունքը հաղթեցինք բայց շատ մեծ դժվար արված խաղ էր հետաքրքիր ես այսպես մի կարծիք ունեմ որտեղ կա ռեսուրսների սահմանափակություն այս դեպքում կարտերը կարան վատը լինեն մի դեպքում կարա փողը քիչ լինի մի դեպքում ժամանակը քիչ լինի մի դեպքում կարա բոլորը այդ ռեսուրսներից քիչ լինեն որտեղ կա ռեսուրսների սահմանափակություն այդտեղ միտքը ուղեղը անսահմանափակ իր հնարավորություններով է սրանց լրիվ կոմպենսացնում է պետք է մաքսիմալը կարողանա տեղից եղած ռեսուրսների մաքսիմալ արդյունք այո ամբողջ բիզնեսի գաղափարություն դարձա չէ բիզնեսի ինչն արդյունավետությունը մինիմալ ռեսուրսներով մաքսիմալ արդյունք ստեղծել ու այդ արանքում դնել միտքը հնարավորությունը բնական է մենակ դրա մտքի շնորհիվ կարած դրան հասնել Արցակցությունները որ նույն ռեսուրսներով մեկը ավելի շատ աստանում, մեկը ավելի քիչ աստանում։ Այո։ Դրա համար պետք է մաքսիմալ արդյունքը ստանալ մտքի շնորհիվ բնական։ Այո։